Արցախի Մարտունու շրջանի Ջարտարից եմ։ Ես մասնագիտությամբ մանկաբարձ գինեկոլոգ եմ։ Մինչև իմ Արցախ մեկնելը ես սովորել եմ այստեղ, բժիշկ արդինատր եմ եղել Էրեբունիում, հետո մեկնել եմ Արցախ ու սկսել եմ աշխատել Մարտունիում իմ հարազատ շրջանում։ Ես պատրաստ էի դրան, որ եթե ես բժիշկ եմ, ես պետք է ամեն ինչից գաղափար ունենամ։ Պապիկս միշտ ասում էր, որ ինքն էլ էր բժիշկ ու երբ որ ես սովորում էի, դա ասում էր, որ եթե մի օր դու ինչ-որ մի դաս չսովորես, հաշվի ինչ-որ մի հիվանդի չես օգնելու։ Ու երբ որ գնում էի արդեն Արցախ, գիտակցում էի, որ հնարավոր է պատերազմական ինչ-որ վիճակ լինի, ես պետքա պատրաստ լինեմ նաև ինչ-որ ռազմական գործողությունների։ Դրա համար կարծում եմ Արցախում ցանկացած ապրող մարդու համար այդպես էր, բոլորը պատրաստ էին, որ ինչ-որ մի բան ռազմական գործողություններ կարող են լինել ու նույնն էլ այսօր Հայաստանում է, ոչ մենք բոլորս էլ կարծում եմ գիտակցում ենք, որ եթե մենք Հայաստանում ենք ապրում երկու թշնամի երկրների մեջտեղում, մենք ամեն օր պետք է սպասենք ինչ-որ ռազմական գործողությունների ու պետք է ցանկացած բժիշկ, ցանկացած մարդ պատրաստ լինի նրան, որ կարող ենք ռազմադաշտային պայմաններում աշխատենք, կարող ենք սովորական մեր պացիենտներից տեղափոխվենք ռազմական գործողությունների մեջ ու սկսենք աշխատել վիրավորների հետ։ Իմ համար ուրախ խաղաղ գնացել էի, որ աշխատեի հայրենիքում։ Իմ երազների տեղը, որ միշտ մտածում էի, հեսա կավարտեմ, կգնամ մի ոտ շուտ եւ այլն։ Ու ոնց որ եկել էր այդ պահը, բայց հենց գնալս ու բլոկադան սկսվել է, մի ամիս հետո բլոկադան սկսվեց ու գնալով ամեն ինչը բարդ էր թվում, բայց ավելի հետաքրքիր էր, ավելի լիարժեք էր, որտեղ հայրենիքում էինք, ավելի շատ կենցաղային դժվարությունների առաջ է կանգնացրել մարդկանց, բայց առօրյան այնքան հետաքրքիր էր դարձել, ամեն ինչի մասին ոնց որ սկսել էինք մտածել, ոչնչից ամեն ինչ ստեղծել, թեկուզ ուտելիքի առումով, տեղաշարժման, կենցաղի եւ այլ տարբեր մարդու ուղեղը սկսել էր աշխատել, ոչ թե սովորական առօրյա կյանքով էինք ապրում, այլ ամեն ինչին ուշադրություն էինք դարձնում, երևի թե կյանքը ավելի իմաստալից էր դարձել, գիտակցում էինք, որ այս բանը պետքա մտածված ամեն ինչը անենք, որ ինչ-որ այլ իրավիճակներում չհայտնվենք։ Սեպտեմբերի 19-ն էլ սովորական օր էր, երբ որ մեր բժիշկ ընկերներից զանգեցին Ստեփանակերտից, ասացին, որ ինչ-որ գործողություններ են ընթանում Հարավգյուղի մոտակայքում, որ մեզանից է, մեր շրջանի կազմում էր ու մեզանից էր ավելի մոտիկ, մենք էլ ասենք չէ դե լավ, ինչ-որ բան դժվար լինի հիմա։ Սովորական աշխատանքային օր էր, արդեն կեսօր էր, մենք պետք է ընդմիջում գնայինք, լուրջ խնդիր էր այնտեղ, վառելիքի հետ կապված, բոլորը գրեթե նախընտրում էին այդ ընդմիջման ժամը մնալ հիվանդանոցում, կամ շատ քիչ մարդիկ էին, որ գնում էին տուն, ընդմիջման որոշ ժամանակով հետո հետ էին գալիս, դրա համար հիմնական բուժ պերսոնալը, անձնակազմը հիվանդանոցում էր։ Եվ երբ որ առաջին հենց հարձակումը, առաջին այդ ռումբերը պայթեցին հիվանդանոցին մոտիկ տարածքում, որտեղ հիվանդանոցը կարելի ասած ամենասահմանային հատվածում էր։ Ինձ սկզբից թվաց, թե հերթական ինչ-որ ականազերծման գործողություններ են, բոլորին էր այդպես թվում, բայց այն այսպես ասած փորձ ունեցող բուժքույրը մայրապետը իրանք ասացին, որ չէ, սա սովորական չի, շարունակվում է եւ այլն, պատերազմի նման է, Այնտեղ բոլորս գիտեինք, որ եթե սկսվում է ինչ-որ գործողություն, ով ինչ պետք է անի, ունեինք նույնիսկ կազմ, որ տվյալ բժիշկը աշխատելու է այս-ինչ հատվածում, ընդունարանի հատվածում, չգիտեմ, վիրահատարանի, վիրակապարանի եւ այլն, ու բոլորս մենք արագ կազմակերպվեցինք վիրահատական, բժշկական միջոցները, ամբողջը իջացրեցինք նկուղային հարկ, որպեսզի այնտեղ սկսենք աշխատել,
ու դա երևի մի ժամ տևեց, երբ որ արդեն ամբողջովին տեղափոխվեցինք նկուղ, ճիշտ է, չէինք հավատում, որ շարունակվում է, այդ գործողությունը շարունակվելու է, բայց գնալով հասկանում էինք, որ չէ, ավելանում է, գնում է, առաջ է գնում, ընթանում է ու իրոք պատերազմ է սկսվել։ Անորոշ վիճակում էր ամեն ինչը, կապի միջոցներն էին դադարել այդ պահին, դե լույսերի գրաֆիկ ունեինք, լույս ունենում էինք որոշակի գրաֆիկով, բոլոր շրջաններում այդպես էր, 2 ժամը 1 անջատումներ էին լինում։ Մեր բախտը բերել էր այնքանով, որ հիվանդանոցում մենք ունեինք այդ այլ կապի միջոց, դվիժոկներ կային, լույսի աղբյուր, միանգամից իհարկե միացրել էին, որտեղ արտակարգ իրավիճակ էր, պետք է դրանով աշխատեին, ու շտապ օգնության հեռախոսը աշխատում էր։ Մի նկուղից վատ հղի համար զանգեցին, որ վատ ազգում իրան, ցավեր ունի եւ այլն։ Սպասված բալիկ էր իր մոտ ու հետո ինքը արդեն Երևանում ծննդաբերեց։ Գնացինք տարբեր նկուղներ, մարդիկ դե անորոշություն էր տիրում, որտեղ ոչ մեկ չուներ կապի ինչ որ միջոց, ոչ մեկ տեղեկություն չուներ։ Այնտեղ բոլոր ընտանիքների ունեին զինծառայողներ ու եթե այդպես չլիներ, հնարավոր չէր լինի սահման պահել։ Գրեթե բոլոր ընտանիքներից կային զինծառայողներ ու այդ պահին էլ բոլոր տղամարդիկ դեպի սահման էին գնում ու տարիքով մարդիկ էին մնացել նկուղներում եւ կանայք ու երեխաներ։ Մեր հերոս տղաների շնորհիվ երևի մենք Արցախը դեռ դիմադրում էր ու մինչև այդ այսպես կոչված զինադադարը մեր տղաները դիրքերում դիմադրում էին ու ավելին պատասխան էին տալիս բազմահազարանոց այդ ադրբեջանական զորքին, չգիտեմ ինչին, երևի դրա շնորհիվ է, որ մենք կարողացանք ողջ մնալ ուղղակի։ Երբ որ մեծ հոսք էր գալիս վիրավորների, ճիշտ է, ընդամենը մի օր է տևել այդ գործողությունները, բայց իմ կարծիքով բուժ անձնակազմը, հատկապես մեր մարտունու բժիշկները, որ մեծ մասն էլ երիտասարդ բժիշկներ էին, բոլորս արել ենք ամեն ինչ, որ մաքսիմալ օգնենք վիրավորներին։ Ունեցել ենք շատ ծանր վիրավորներ, ովքեր մեր արած գործողությունների շնորհիվ այսօր ողջ են ու Փառք Աստծո իրենց ընտանիքների կողքին են։ Ունեցել ենք իհարկե վատ ելքեր եւս, որ ոչ թե ինչ որ ռեսուրսի պակասից կամ ինչ որ մի բանի պակասից, այլ ուղղակի շատ ծանր վիրավորում էր։ Եվ ինչքան էլ տեղափոխել ենք Ստեփանակերտ, ինչքան էլ փորձել ենք ամեն ինչ անենք, բայց արդեն փրկել հնարավոր չի եղել։ Սեպտեմբերը ընդհանրապես միշտ ծննդաբերություններով հագեցած ամիսը օգոստոսը սեպտեմբերն է լինում ու դե բացառություն չէր Ղարաբաղը, ճիշտ է, բլոկադային չհաշված են, որ բլոկադա էր, բայց այնքան ուրախալի էր լինում, երբ որ հղին գալիս էր, ասում էր, որ ինքը շարունակում է իր հղիությունը, չի պատրաստվում ընդհատի։ Ունեի բազում հասուն հղիներ արդեն, ովքեր պետքա ծննդաբերեն, մոտ մի 10 հղի ունեինք եւ երևի թե չգիտեմ ինչն էր, միգուցե ինչ որ մի հայրենիքի ուժներ, հողի ուժներ, որ այդ երեխաները վերջինները ծնվեցին Արցախում ու իրանք չեմ ուզում ասեմ վերջին արցախցիներն են, որտեղ ես հավատում եմ, որ մի օր մենք վերադառնալու ենք ու այդ արցախցիները վերադառնալու են ու իրանք են սկիզբ դնելու հենց նոր Արցախին։ Հղիներից մեկը հենց 20-ի առավոտյան ծննդաբերեց
երբ որ պատերազմական գործողություններ էին ընթանում, ամենաանորոշ պահին էր, երբ որ մենք չգիտեինք, մենք ունենալու ենք շանս կենթանի մնալու, ապրելու, թե հեսա ցեղասպանություն է լինելու եւ այլն։ Այդ ծնունդը երևի թե մեզ բոլորիս հույս տվեց ապրելու։ Անունն էլ աղջկա անունը դրեցին Հուրի, կրակների մեջ ծնվեց աղջիկը բոլորիս եւ վիրավորներին, ովքեր որ այդ պահին այդտեղ էին եւ մարդկանց ովքեր որ հուսազրկում, չգիտեմ, հուսալքված էին եւ մեզ բուժ աշխատողներից ինքը մի հատ ուրիշ հույս տվեց ապրելու, լույս տվեց, որ մենք կարող ենք ապրել։ Մի քիչ աբսուրդ վիճակ էր, մի սենյակում ծնունդեր են, մի սենյակում վիրավորի կյանք էին փրկում, վիրահատություն էին անում, մյուս սենյակում մահանում էր ծանր վիրավորը, չգիտեմ, ու բժիշկը չգիտեիր, որ ձայնից ուրախանաս, որ ծնվեց երեխան, որ կյանքա փրկվում, թե սկսես գոռալ, որ էլի մահ գրանցվեց։ Զուգահեռ ցենց իրականություններ էր, որ երբեք չէի պատկերացնի, որ կարա այդպիսի վիճակ լինի։ Ինձ հարազատ երկու հղիներ ամսի 22-ին, սեպտեմբերի 22-ին ծննդաբերեցին կեսարյան հատումով։ Կեսարանները արեցինք էլի նկուղում, հաշվի առնելով այն, որ մենք մեր բոլոր գործիքները իջացրել էինք նկուղային հարկ, դեռ այնտեղ էինք աշխատում, չնայած նրան, որ զինադադար էր, հանգիստ էր, ոչ մի ռազմական ինչ-որ գործողություններ չկար, մենք մեր համար հանգիստ ապրում էինք Արցախում։ Ճիշտ է, այդ օրերը արդեն 20-ից 25 կեսօրից հետո լույս չկար, ինչ-որ պայմաններ չկար, բայց մենք հայրենիքում էինք։ Կեսարանները արեցինք, ամեն ինչ շատ լավ անցավ, բալիկները առողջ ծնվեցին ու մենք մեր առօրյայով փորձում էինք շարունակել ապրել, չլսելով, բանի տեղ չդնելով այդ ասեկոսներ, որ կարող է կամ մենք դուրս գանք, հեսա ճանապարհը կբացվի, դուրս կգանք կամ ես ափսոսում եմ նրա համար, որ մի օր ավել չմնացի այնտեղ կամ գոնե մի ժամ ավել չմնացի, միայն դրա համար եմ ափսոսում, ինչ որ իր բերելու կամ ինչ որ բան բերելու մասին ընդհանրապես չեմ մտածում։ Երբ որ տուն գնացի, մամայիս ու պապայիս ասել են, որ ուղղակի եկեք վերցնենք մեր անձնագրերը ու վերջ։ Մամաս այնքան մինչև հիմա ինչ որ բաներ է հանում, օրինակ իմ կամ աղբորս ինչ որ փոքր ժամանակվա շոր, որ սենց պահելա, որովհետև այդ մեր սիրած շորն է եղել կամ ինչ որ նկարներ ենք բերել, որ էլի մեր հիշողություններն է, մեզ անընդհատ ասում են, որ ինչ որ զինվորական բան չլինի, զինվորականի հագուստով նույնիսկ նկար չլինի եւ այլն։ Փորձել ենք այն մինիմալ բաները բերենք, որ ինչ որ կարող է դա ինչ որ հիշողություն արթնացնի։ Ճանապարհը անցել ենք երկար, մի քանի օրվա ընթացքում վախեցած էինք իհարկե, որ իրանք էլի ճանապարհի ընթացքում էլ կարող են ամեն ինչ անել իրանց այդ դիրքերում եւ այլն։ Բարբերաբար կանգնացնում էին մեքենան, ինչ որ ռեպլիկներ էին ասում, կարելի ասած անցել ենք խաղաղ առանց ինչ որ բանի։ Ուղղակի դժվար էր գիտակցելը ու հենց կամուրջը անցնելուց հետո երևի թե միայն հասկացանք, որ այդ կամուրջով մի անգամ էինք անցնելու ու մինչև երևի թե այդ կամուրջը չքանդվի, մենք չենք կարողանա էլ հետ գնալ։ Ես այստեղ ունեմ սիրելի աշխատանք, իմ սիրելի ղեկավարի շնորհիվ, բայց
ամեն ինչ շատ լավ է աշխատանքի առումով, ես չեմ դժգոհում, բայց մեկը ինչ որ մի բան պակասում է, երևի թե հայրենի հողն է, որ մինչև հիմա արդեն հեսա 2 տարի կլինի, բայց մեկը երբ որ հիշում ենք այնտեղի աշխատանքը, թեկուզ այնտեղ կարող է օրերով, չգիտեմ, ավելի հանգիստ լիներ, այստեղ ամեն օր եւ լավ աշխատանքի առումով շատ պացիենտները շատ են, չգիտեմ, անընդհատ աշխատանք կա եւ այլն, բայց այնտեղի մի օրվա մեջ 2-3 պացիենտը ինձ ավելի մեծ բավականություն էր տալիս, թե չգիտեմ, ինչ ասեմ, աշխատանքից ավելի գոհ էի լինում ինքս ինձանից, որ ես Արցախում եմ ու կարողացա ինչ որ մի հոգու, մի ավել արցախցու օգնել։ Այստեղ էլ երբ որ Արցախից զանգում են կամ դիմում են ինչ որ հարցով, որ ինչ որ մեկի հետ կարողանում եմ խոսել, ինչ որ արցախցի է ծնվում, հերթական արցախցին ծնվում է, ես ոգևորվում եմ, ասում եմ մի հատ ավել հույս եկավ, որ մենք չենք կորել, մենք չենք վերացել, մենք նորից կկարողանանք մեր Արցախը հետ բերել, չգիտեմ, եթե դա չլինի, եթե այդ հույսը չլինի, երևի թե ապրելն էլ խելագարության նման մի բան կլինի։